Երևանի ավականու ընդդիմադիր անդամները մեղադրում են քաղաքային իշխանությանը բյուջեն պլանավորելը ձախողելու համար։ Ուր է գնում մանկապարտեզներ կառուցելու համար հատկացված գումարը։ Որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլ նաև իմ հավատարիմ հետևորդների TikTok-ի, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե կասկածած մանկապարտեզները խիեն վատ սարքվում օրինակի համար։ Անավարտ շինություն, անորակ ասֆալտ, էլ որը թվարկեն ընդդիմադիրները, վրդովված են իշխանական էլիտայի պնդումներից, թե դիտավորյալ են Երևանի փողոցների ասֆալտը քանդում։ Այս ասֆալտը, նայեք Ժորժ ջան, քանդվում է, ձեռով հիմա ես փոկեմ, սաղ փոկվելու է, չեմ ուզում փոկեմ։ Քննարկումն այստեղ էլ հարթ չի ընթանում։ Միմյանց հրապարակային մեղադրելու գործը տեղափոխվում է նիստերի դահլիճ։ Գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապունի հերնամնի։ Պարոն Մանուկյան, եթե հարցի վերաբերյալ բան ունեք ասելու, խնդրեմ ասեք, եթե չէ, խնդրեմ նստեք։ Ավինյանն արդեն ամբյոնից հայտարարում է, որ հիմա քաղաքում իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք երբևէ չեն եղել, 100 այդպիսի նախագիծ կա։ Այս ծավալի աշխատանքներ, հիմնանորոգման, նոր մանկապարտեզների կառուցման, դրանց բակերի կառուցման, երբևէ Երևանի քաղաքապետարանը վերջին 33 տասնամյակում չի իրականացրել։ Ընդդիմադիրները վստահ են, մի օր էլ հակակոռուպցիոն կոմիտեն մտնելու է նիստերի դահլիճ ու ձերբակալի մի քանիսին։ Այստեղ ոչ դռները կօգնեն, ոչ երկշերտ ապակիները, ասում է Մանուկ Սուքիասյանը։ Որ ասում արդեն մեր տներին են հասնում, հիմա նորից մի քիչ առաջ հակակոռուպցիոնը 2 հոգու տարավ, մարից գալիս են այս դահլիճ, զգում եք, մոտիկանում են այս դահլիճին, ու այս ապակիներն էլ չի օգնելու, եթե այնտեղ կապեպել դրվի։ Իրավիճակը դարձյալ լարվում է, երբ Անի Խաչատրյանը տեղից ընդհատում է Մանուկյանի ելույթը։ Այսինքն հստակ ձև խոսում եմ, լսեմ հետևից ինչ որ ձեն։ Ձերը կտրի ես չի խանգարում քեզ։ Պարոն Մանուկյան, Ուրեմն խոսում պարոն Մանուկյան։ Քաղաքային իշխանությունը համաձայն չէ բոլոր այն պնդումների հետ, թե իրենք ձախողել են։ Երբ որ մեզ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, եկեք մի հատ համեմատենք մեր հայտարարագրերը ու ձեր հայտարարագրերը, հասկանանք ով ինչ ունեցվածք ունի ու հասկանանք դրա ծագման աղբյուրը։ Իսկ ձերբակալությունների շղթան քաղաքապետարանում դեռ շարունակվում է, այնպիսի ակտիվությամբ, ինչպես նախկիններին հիշելու պրակտիկան է։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։